Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է եւ մեր հյուրն է Թբիլիսիից պարոն Գյորգի Թոմասյանը, բարև Գյորգի ջան։ Բարև Էդվարդ ջան։ Վաղուց չենք զրուցել, գիտեմ, որ շատ է զբաղված վերջին օրերին, նույնիսկ տեսնում եմ, որ YouTube-յան քո ալիքի վրա շատ քիչ ես հաղորդումներ դնում, ճիշտ ասած վերջին հաղորդումը մի քանի օր առաջ էր։ Նաև ասեմ անկեղծ հարցեր առաջացան իմ մոտ այդ հաղորդումից հետո։ Չեմ հետևել քո մեկնաբանություններին, միգուցե նաև մարդկանց մոտ էլ են հարցեր առաջացել, այդ հարցն էլ մի փոքր կքննարկենք, բայց երևի սկսենք Հայաստանում տեղի ունեցողից։ Ես ճիշտ ասած երեք հետևում էի, թե ինչ որոշումներ է կայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողովը Նարեկ Կարապետյանի մասով, եւ տեսա, որ բավականին տարօրինակ որոշում կայացրեց։ Մի կողմից չարգելեց քրեական հետապնդումը, բայց մյուս կողմից փաստացի հետ վերադարձրեց դատախազություն Նարեկ Կարապետյանին կալանավորելու դիմումը։ Նախկինում մենք նման բան չէինք տեսել, երբ որ դիմում էին դատախազությունից կենտրոնական ընտրական հանձնաժողով, մենք տեսնում էինք, որ հիմնականում բավարարվում էր։ Իսկ հիմա ինչ էր, ծանրաքաշ էր Նարեկ Կարապետյանը, ինչ էր, ճիշտ ասած չհասկացա։ Քո կարծիքը։ Տեխնիկական առումով միջև վերջ համար հասկանալի չէ իրականում ինչը տեղի ունեցել, որովհետև ես ոնց հասկանում եմ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ասել է, որ դատախազությունը պետք է որոշում կայացնի եւ իրանք ոնց որ ոչ մերժել են, ոչ էլ հաստատել են որևէ բան։ Չգիտեմ ինչքանով սա տարբերվում է իրականում մնացած դեպքերից, բայց որևէ պարագայում ես չեմ կարծում, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի խոչընդոտել այս գործընթացին։ Ոստի հաշվի առնելով դա, ոնց հասկանում եմ, դատախազությունը գործ ամեն դեպքում հարուցելու է եւ ամեն դեպքում լինելու է քրեական պատասխանատվություն։ Գուցե մանդատից զրկելու հարց չկա այս փուլում, որովհետեւ վճիռ պետք է նաեւ լինի։ Ամեն դեպքում տեխնիկական հարցել է, բայց քաղաքական հարցել է, դա այնինչ տեղի է ունենում տրամաբանական է եւ սպասենք տեսնենք կոնկրետ արդեն արդյունքները։ Բայց մի փոքր տարօրինակ էր, իսկ ինչ է տեղի ունենում Գագիկ Ծառուկյանի հետ կապված ըստ քեզ։ Ես տեսնում եմ այնպիսի հետաքրքիր գործընթաց, որ Հայաստանի իշխանությունները եւ իրավապահ համակարգը հիմնականում զբաղված է գույքը հետ բերելով, գույքը վերադարձնելով Հայաստանի Հանրապետությանը, այնինչ այս պահի դրությամբ պատկանում է Գագիկ Ծառուկյանին։ Դա է հիմնական նպատակը։ Առաջի նպատակը գուցե, բայց իմ կարծիքով չպետք է լինի վերջինը։ Նոր է սկսվել գործընթացները, մենք գտնվում ենք բավականին բարդ փուլում։ Այս հարցերը ներքին այդ օտարերկրյա գործակալական ցանցի կամ ազդեցության գործիքների փոխկապակցված է աշխարհաքաղաքական գործընթացների հետ, ակնհայտորեն Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի հետ հարաբերությունները մեր բավականին բարդ փուլում են, ընտրություններից ամիս ու կես է անցել եւ նաեւ ամենաբարդ փուլն է կարելի ասել հենտետրական իրավիճակը հարաբերությունների։ Ոստի ես այս դեպքում չեմ համարում, որ կտրուկ քայլերի դիմելու տապ անհրաժեշտություն կա, փուլ առ փուլ, իհարկե ես կարծում եմ շատ դրական է Գագիկ Ծառուկյանի առումով սկսված գործընթացը, Ռոբերտ Քոչարյանին երկրից դուրս չթողնելը, շատ դրական է նաև մնացած կարևոր անձանց Սերժ Սարգսյանի մասով գործընթացներ կարծես կան։ Այո, այդքան Սերժ Սարգսյանի մասով կա գործընթաց, Կտրիչ Ներսյանին լքելու հնարավորությունը գիտենք փակ է, այսինքն արդարադատությունը կամած պետք է գա այս դեպքում, որովհետև մենք դեռ ունենք ավելի կարևոր առաջնահերթություն, դա Հայաստանի հետընտրական իրավիճակը կայունացնելն էր, որին հասանք, եւ դա Ռուսաստանի հետ հարաբերությունները կայունացնելն է, իշա Հայաստանի պետական շահերի, նկատի ունեմ տնտեսական կայունությունը, նկատի ունեմ մեր համայնքի այնտեղ անվտանգությունը եւ այլն, այսինքն այդ խնդիրները հեռու չեն գնա եւ ժամանակը գկա այդ օլիգարխիկ խմբերի հարցը լուծելու, կամած գնում ենք այդ առումով, ես դրական եմ գնահատում սա։ Նախորդ քո հաղորդման մեջ դու հետաքրքիր հարցերի անդրադարձար, բայց կարծես հաղորդումդ մի փոքր փակ էր, փակագծերը չբացեցիր,
Եվ քանի որ այդպես էր, անձամբ իմ մոտ հարցեր առաջացան, թե ինչ գործընթաց է տեղի ունենում, ինչ գործընթացի մասին, ես խոսում չեմ ասում բաց փակագծերը, բայց այնուամենայնիվ կարծում եմ կարելի է մի փոքր ցրել այդ ընդհանուր չհասկանալու այդ շղարշը, որ կա, պետք է մի փոքր ցրենք եւ ավելի հասկանալի դառնանք։ Իրոք մենք նկատում ենք, որ Ռուսաստանից մի փոքր մեղմացում էլ կա Հայաստանի մասով, քիչ են արվում հայտարարություններ, նույն կատաղած Զախարովը մի փոքր ավելի մեղմվել է։ Բնականաբար ես համոզված եմ Գյորգի, որ դա ժամանակավոր բնույթ կկրի, բայց փաստը այն է, որ մենք այսօր դա ունենք։ Կարող ես ավելի մի փոքր հասկանալի լեզվով ասել, թե ինչի նկատի ունեիր քո նախորդ հաղորդման մեջ եւ քո պատկերացմամբ ընդհանուր առմամբ ինչ է տեղի ունենում հիմա։ Այո, Էդուարդ ջան, եւ սա այն դեպքն է, որտեղ որ ես գնահատականի փոխարեն փաստացի պետք է խոսեմ գործընթացի մասին, որի մաս եմ եւ որում ներգրաված եմ անձամբ։ Ուստի տարբերությունը հենց դրանում է, այդ է պատճառը, որ հերվից տեսած Զախարովայի հայտարարությունը կարող է թվալ զարմանալի, որովհետև փոփոխությունը կտրուկ է ռետորաբանության եւ հասկանալի չեն պատճառները, բայց իմ համար ոչ միայն հասկանալի են այդ պատճառները, այլ նաեւ ես ակնկալում եի այդ հայտարարությունը եւ ես այդ հայտարարությունը ստացա ինչպես նաեւ ապացույց նրա, որ մենք ունենք առաջընթաց Ռուսաստանի հետ այս գործընթացում։ Այո, ես բավականին բաց, իրականում ավելի բաց, քան նույնիսկ կլիներ տրամաբանական, այս ամենի մասին խոսել եմ եւ հիմա էլ կխոսեմ, բայց իհարկե ինչ որ հարցեր կան, որ ուղղակի ավելի մանրամասն չեմ ուզում հնչեցնել եւ Միգուցե ես եմ բաց թողել Գյորգի։ Հա, միգուցե։ Եվ բոլորը շատ լավ կհասկանան այսքան ինչ նկատի ունեմ, ուղղակի գործի շահերից ելնելով, եթե գաղտնի լիներ, այսպես էլ չէի ասի, հա, հասկանալի այսքան գաղտնի չէ։ Դրա համար ասեցի ինչքանով որ հնարավոր է։ Այո, ուղղակի գործի շահերի հաշվի առնելով չեմ շատ խորանում դրա մեջ։ Ես ուղիղ ասեմ, որ Էդուարդ ջան, գիտես, իմ համար առաջնահերթությունը եղել միջև ընտրությունները ապահովել ինքնիշխան Հայաստանի հաղթանակը, ընդգծում եմ, որ ինքնիշխան եւ ես գիտեմ, որ մենք քո հետ կիսում ենք նաեւ այդ մոտեցումը եւ այդ գաղափարի համար ենք պայքարը, դա երբեք չի եղել ոչ մեկ անձի, ոչ մեկ կուսակցության հաղթանակի գաղափար մեր համար եւ իմ համար եւ այդ առաջնահերթությունը ունեցել է միջև ընտրություններ, բայց ընտրություններից հետո շատ ավելի փոփոխված արդեն առաջնահերթություն իմ արժեվ դրեցի, որովհետև ակնհայտ էր, որ հետընտրական զարգացումները այն գաղտնի պլանը, որի մասին այդպես կոչված ընդդիմադիր ուժեր խոսում են, եւ դրան ավելացված տնտեսական այն ճնշումները, որը մենք ունենք նախընտրական փուլում, բայց որի լուծելուն արդեն անդրադարձանք հետընտրական փուլում, նպատակն էր Հայաստանում ինքնիշխանությունը պահելը, ինքնիշխանությունից պահելուց հետո առաջնահերթությունը Ռուսաստանի հետ հարաբերությունները կայունացնելը եւ ել ավելի սրման խուսափումը, որի հույսը ունի այդ օտարերկրյա գործակալական ցանցը եւ ամեն ինչ են անում դրա համար, որ Ռուսաստանի ճնշումները Հայաստանի դեմ ընդլայնվի եւ շատ լավ գիտես, որ նույն Սամվել Կարապետյանն էր խոսում նրա մասին, որ փաստորեն պետքա Ռուսաստանը տնտեսական պատերազմ հայտարարի Հայաստանին եւ հետո հայտարարեց, փաստացի մենք ստացանք, այսինքն դա իրանց հույսն է միջև հիմա էլ, որ իրանք դրա միջոցով Հայաստանում ժողովրդի մոտեցումները կփոխեն, այսինքն կստիպեն մեր ժողովրդին, որ համակերպվեն գուբերնիայի կարգավիճակին վերադառնալու այն պատճառով, որ Ռուսաստանի հետ կապերը նշանակում է իրենց իշխանություն գալը։ Հիմա ամենակարևոր թեզը այն է, որ իրանք փորձում են ներկայացնել, որ մյուս բանակում, այսպես ասած, հա, մյուս բևեռում, ավելի ճիշտ որ ասեմ, հակառուսական ուժեր են։ Եվ դա սխալ է, որովհետև ես ինձ հակառուսական չեմ համարում, կամ հակա որևէ մեկի, ես համարում եմ ինձ պրոհայկական։ Այսինքն պրոհայկականը նշանակում է, որ ինքը Ռուսաստանի հետ հարաբերություններում եւ բոլոր մնացածի հետ հարաբերություններում բխում է հայկական շահերից
այլ ոչ թե ինչ որ մեկին վնասելու օրակարգից։ Ուստի ոչ էլ ապրիորի Ռուսաստանին վնասելու օրակարգ չկա։ Հիմա ես տարբեր միջոցներով, արդեն ավելի մանրամասն չգնամ, հնարավորություն ունեմ այս գործընթացներում առաջերտին ուսումնասիրել Ռուսաստանում ստեղծված որոշում կայացնելու համակարգը, ինչը շատ կարևոր էր, եւ ընդգծեմ, որ երկու տարբեր բևեռ գոյություն ունի, որոնք որոշումներ են կայացնում ԱԳՆ-ն եւ նախագահականը Այո, Ռուսաստանում։ այո, ԱԳՆ-ն իդեմս Լավրովի եւ նախագահականը իդեմս արտաքին գործերի հարցերով օգնական Ուշակովի։ Մոտեցումները այս երկու խմբի միջև տարբերվում են, եթե ԱԳՆ-ն ավելի ագրեսիվ քաղաքականության կողմնակից է, ապա նախագահականը ավելի պրագմատիկ քաղաքականության կողմնակից է։ Ես իհարկե ինչպես մասնագետ, դիվանագետ եւ այս թեմայով նաեւ փորձ ունեցող մարդ շատ լավ հասկանում եմ, որ իրանք նույն պետությունն են ներկայացնում, իրանք շահերը շատ դեպքերում նույնն են, բայց մեթոդներն են տարբեր։ Եվ ձերքից պետք չէր թույլ բաց թողնել այդ հնարավորությունը, որ մենք կարողանայինք օգտագործել այս ներքին իրավիճակը Ռուսաստանում, նկատի ունեմ այս երկու բևեռի տարբեր մոտեցումները նրա համար, որ պրագմատիկ բևեռի հետ ձևավորվեր ինչ որ օրակարգ, որ ստեղծվեր հնարավորություն։ Ես ասեմ, որ դա հաստատի շատ բարդ կլիներ կամ նույնիսկ ինչ որ առումով սահմանափակ Հայաստանի իշխանության համար, որովհետև դա կլիներ ներխուժում Ռուսաստանի ներքին գործերի մեջ, փորձելով այդ ներքին իրանց տարբերությունը գտնել տարբեր ալիքներով ընդ որում, ես սրա մասին մանրամասն ավելի չխոսեմ, այսինքն տարբեր միջոցներով։ Ուստի ստեղծեց մի հնարավորություն հետաքրքիր, որտեղ որ ես կարողացա այստեղ իմ ներդրումը ունենալ եւ փաստացի ստեղծվում է մի տրամաբանություն, որը տալիս է հնարավորություն, որ մենք պրագմատիկ բևեռի հետ Ռուսաստանում գտնենք ինչ-ինչ հասկացողություն հետագա քայլերի ուղղությամբ։ Հիմա ինչ նկատի ունեմ։ Առաջի հերթին վերաբերվում է սա նրան, որ շատ բացահայտ ես ամբողջ այս շրջանում ոչ միայն աջակցել եմ ինքնիշխան Հայաստանի եւ կոնկրետ քաղաքացիական պայմանագրին այս ընտրություններում, այլ նաեւ Եվրոպական միության հետ դիվերսիֆիկացման այս կարևոր գործընթացը, որը տեղի է ունենում, դրանում ակտիվ անձամբ մասնակցել եմ դեռ մարտին, ապրիլին ես տարբեր հնարավորություններ եմ ունեցել, ինչպես Եվրոպական միության իրազեկման կենտրոնի գիտ աշխատող, որը Բրյուսելում է գտնվում, շփվել եւ այս թեմաների մասին տեղյակ պահել, խնդիրների մասին եւ այլն։ Այսինքն ես փաստացի արձանագրում եմ, որ մենք ունենք այլընտրանքային սցենար եւ մենք պատրաստել ենք այլընտրանքային սցենարը, մենք ապահովել ենք ինքնիշխան Հայաստանի հաղթանակը, իշխանությունը մեծ գործ է անում նաեւ այլընտրանքային սցենարի առումով, դիվերսիֆիկացումն է տնտեսական եւ այլն։ Նույն տրամաբանության մեջ մենք աջակցել ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կայունացումը, որը բերեց նաեւ նրան, որ այսօր Ադրբեջանից մատակարարումներ ունենք, Թուրքիայի հետ նաեւ սահմանը բացվելու է եւ առևտուրը տեղի ունենալու։ Այսինքն մենք դիվերսիֆիկացման առումով հասել ենք դիվերսիֆիկացման, արտաքին քաղաքականության, ներքին քաղաքականության հաջողությունների, որը տվեց հնարավորություն Ռուսաստանի հետ արդեն նոր տրամաբանության եւ հիմքի վրա վարել, այսպես ասեմ, ինչ-ինչ բանակցություններ կամ երկխոսություն։ Եվ այդտեղ արձանագրվում է մի հնարավորություն, որ Ռուսաստանը կանգնած է հետաքրքիր երկու սցենարի առջև։ Մի սցենարն է դա շարունակել խաղադրույթ անել գործակալական ցանցի վրա, որը փաստացի ցույց տվեց այս ընտրություններում նաև որ ձախողվեց, որը ցույց տվեց, որ եւ Ռուսաստանում սկսում են դա շատ լավ հասկանալ, որ այս մարտիկ իրանց սեփական գումարները փրկելու մասին են, իրենց սեփական իշխանությունը հաստատելու, որովհետև առանց Ռուսաստանի օգնության, այդ թվում Ռուսաստանի տնտեսական պատերազմի եւ այլն, իրանք չեն կարող այստեղ իշխանություն ամրապնդել։ Ոստի Ռուսաստանում սկսում են հասկանալ, որ հայ ժողովրդի մոտեցումները ուրիշ են, եւ այդ ձևաչափով իրանք չեն կարողանա Հայաստանի հետ պահպանել լավ հարաբերություններ։ Եթե Ռուսաստանը շարունակի ճնշել Հայաստանին, եթե Ռուսաստանը շարունակի տնտեսական պատերազմը, ապա լեգիտիմացնել, ապա Ռուսաստանը իր ձեռքով ես հենց դա եմ ինչպես մեսիջ ուղարկել Մոսկվա։ Ռուսաստանը իր ձեռքով Հայաստանը կդարձնի
միաբևեռ արտաքին քաղաքականություն ունեցող պետություն, իր ձեռքով Ռուսաստանը կստիպի մեզ հրաժարվել բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունից, իր ձևով կքանդի հայ-ռուսական հարաբերությունները եւ վերջը պետքա մեղադրի դրանում Հայաստանին, բայց ոչ մի տրամաբանություն դրանում չի լինի եւ Ռուսաստանը եւս մեկ անգամ կձախողվի իր քաղաքականությունում Հարավային Կովկասում, որովհետեւ Ռուսաստանը ուզում է գուբերնիայի կարգավիճակով Հայաստան, իսկ դա այլևս չի լինի եւ մենք բոլոր ջանքերը ուղղել էինք բոլորս քոյդ միասին էլ որ դա երբեք տեղի չունենա, այսինքն մեր պետականությունը պահպանելն էր, չէ, գլխավոր հարցը այս ընտրություններում։ Հիմա կա երկրորդ տարբերակը, որ Ռուսաստանը այս իրավիճակից Ռուսաստանին առաջարկել ինչ-որ այլընտրանք, ինչ-որ ելք, որովհետև իրանք այդ Դա ելքը ամենակարևորը, իրենք ինչ առաջարկել կարելի է, իրենք պահանջ ունեն կոնկրետ Հայաստանից, երկաթգիծը, թրիփը, Եվրամիությունից հրաժարվելը։ հա, այստեղ ուրեմն տես, ինչ վերաբերվում է այդ արտաքին քաղաքական բաղադրիչներին, ապա մենք տես Մարիա Զախարովան այնինչ ասաց, դա է մեր պահանջը։ Եվ Մարիա Զախարովան հաստատեց պահանջը։ Ես կոնկրետ վերջի ամիսների ամիս ու կես արդեն ընթացքում այդ թվում ես ունեցել եմ եթեր, որում ուղիղ հանրային առաջի լրատվականի եթերում ասել եմ, որ ես հանրային դիմում եմ Յուրի Վիկտորի Ուշակովին։ Այսինքն եթերում եղել է ուղերձ, որը փոխանցվել է նաև իրեն։ Եվ այդ ուղերձի գլխավոր տրամաբանությունը հենց առաջ որ հանրային է, բոլոր կարող են իհարկե լսել, իմ էջերում կա, եւ այդտեղ ասածը հենց նրա մասն էր, որ մենք մեր նախապայմանը վերաբերվում է Հայաստանի ինքնիշխանությունը եւ անկախությունը լիարժեք ճանաչելու։ Ընդ որում դա ասեց արտաքին գործերի նախարարությունը արդեն։ Այսինքն դա ցույց է տալիս ոչ թե այդ ներքին պայքարի տրամաբանությունը, այլ արդեն ցույց է տալի, որ Ռուսաստանը մոտեցնում է եւ նույնիսկ ԱԳՆ-ի եւ նախագահականի պայքարում նախագահականը ինչ որ առումով հաղթում է։ Ընդ որում աղուհացով վարչապետ Փաշյանին դիմավորելը նաեւ իր մեսիջներից մեկն էր։ Եվ սա վերաբերվում է նրան, որ եթե դուք ճանաչում եք, որ Հայաստանը ինքնիշխան եւ անկախ պետություն է, իսկ Մարիա Զախարովան հետաքրքիր ձևով ասաց Հայաստանը ոչ միայն անկախ է, այլ նաեւ ինքնիշխան։ Ես զարմանալի է դա ասել, բայց ես կիսում եմ կամ համամիտ եմ Մարիա Զախարովայի հետ։ Այո, Հայաստանը ոչ միայն հաճախ փոխում է իր հայտարարությունների ոճը, դա էլ կա։ Ընդունենք։ Այստեղ այո, դուք բայց չպետք է ընկալենք իրան ինչպես անձնավորություն այս դեպքում։ Ինքը ԱԳՆ-ի խոսնակն է, որը ԱԳՆ-ի քաղաքականությունն է արտացոլում։ Հիմա այդ պահին արտացոլեց այս քաղաքականությունը։ Պատճառները ես բացատրում եմ։ Միամիտ դա արված չէ։ Հիմա վաղը կարող է փոխվել, իհարկե կարող է, բայց ես հենց նոր դրա մասն եմ խոսում, որ մենք պատրաստվում ենք այլընտրանքային սցենարի համար։ Այսինքն դա ես կոնկրետ բացահայտ Ռուսաստանին էլ ասում եմ, մենք պատրաստվում ենք այլընտրանքային սցենարի համար։ Եվ եթե դուք նորից փոխեք ձեր մոտեցումը, ապա մենք ունենք այլընտրանքներ, որը բերելու է նրան, որ դուք կորցնելու եք նաև այս հնարավորությունը հարաբերությունների եւ այս կապերը, այսինքն ավելի վատ է իրավիճակը լինելու մեր հարաբերությունների։ Կա մի կետ, որ ռուսներին կանգնացնի, ասեն, որ լավ է, ինչ ունենք, ինչ որ չափով պահպանենք Հայաստանում, ինչ որ չափով, բարձր որ երկաթգիծը պետք է վերցվի, թրիփը չեն կարող իրենք ղեկավարել, կարող են ընդհանրեն օգտվել, բայց դա իրենց կբավարարվի, իրենք դա հասկանում են, որ եթե դրանից հրաժարվեն, սկսեն ավելի շատ ճնշել, ավելի շատ կկորցնեն։ Այդ հասկացողությունը քո մոտ ինչ պատկերացում է կա իրենց մոտ, թե չէ։ Հենց իմ ջանքերը ուղղված էր նրան, որ այդ հասկացողությունը ձևավորվի եւ ես կարծում եմ, որ այդ հասկացողությունը ձևավորվել է կամ ձևավորվում է։ Թե ինչքանով մենք դա նաեւ կտեսնենք, առաջի քայլերը կան եւ եթե ուշադիր լինենք նույն Գագիկ Ծառուկյանի առումով որևէ այսպիսի լուրջ Մեդվեդևն էր արել հայտարարություն, բայց նախքան ձեր բակալելը։ Այո, նախքան եւ դրանից հետո արդեն Զախարովան հաջորդ հայտարարությունը արեց, որը արդեն տեսեք, ես ինչ նկատի ունեմ, ասում եմ Զախարովայի հետ համամիտ եմ այդ հայտարարությունում։
Եթե Զախարովան արտաքին գործերի նախարարությունը այսինքն Ռուսաստանը ասում է Հայաստանը ոչ միայն անկախ, այլ նաև Ով ինքնիշխան ուզում է ասի, որ ասում է անկախ է Հայաստանը եւ ինքնիշխան է, բնականաբար համամիտ ենք։ դե հետ եմ ասում, Հա, հետ եմ ասում։ Գորջան, իհարկե, մարդիկ հիմա ես համոզված եմ շատ լավ հասկացան նաև ինչ նկատի ունեմ, հա, այսինքն ոչ թե անձի հետ ենք համաձայն, եթե հիմա Զախարովան ճիշտ բան է ասում, մենք ոչ բայց չենք կարող։ գործնականում էլ պետք է պահանջենք, որ սկսեն Վերջ, փոխել վերջ, իրենց։ այսինքն հենց այդ եմ ասում, շատ լավ, ասում ենք մեր ռուս գործընկերներին, որ դուք ինչ ասում եք, մենք համամիտ ենք, համապատասխանում է մեր մոտեցումներին, բայց գործնականում էլ նույնը պետք է լինի։ Հիմա գործնականում դա ինչ է նշանակում։ Հայաստանում ում կձերբակալեն, ում չեն ձերբակալի, ինչ ներքին քաղաքական գործընթացներ տեղի կունենան։ Հայաստանում մենք թրիպ ծրագիր կիրականացնենք, ինչպես կիրականացնենք կամ ինչ կփոփոխենք, երկաթուղի հարցը ոնց կլուծենք, Ռուսաստանը ինչ դեր կունենա այդ ամեն ինչում, դա մեր ինքնիշխան որոշումներն են։ Եթե դուք մեզ գործընկեր եք, մենք իհարկե հաշվի կառնենք նաև ձեր շահերը բալանսավորված տրամաբանությամբ, որովհետև որտեղ որ իրանց շահը եւ մեր շահը համընկնում է, մենք այդ շահը կարանք հաշվի առնել։ Ի վերջո, եւս մեկ անգամ ես դա ուղիղ ասում եմ, եթե մենք ուզում ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները կայունացնել, զարգացնել, ձևավորել, ապա մենք չենք կարող ուզենալ Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնել։ Մենք դա չենք ուզում։ Եթե դա ուզում է որևէ մեկը, դա մենք չենք, Ռուսաստանն է, կամ այդ գործակալական ցանցը։ Ուստի Ռուսաստանը կարող ունենալ իր դերը, ընդ որում ես վերջին հարցազրույցներում շատ հստակ ասացի, այսօր Հայաստանը Ռուսաստանի համար շատ ավելի մեծ կարևորություն ունի անվտանգության առումով, քան Ռուսաստանը Հայաստանի համար։ Այստեղ գոյություն ունի եւ դու շատ լավ տեղյակ ես թուրքական մեծ ծրագիր, թուրքական պետությունների կազմակերպություն։ Այստեղ գոյություն ունի բավականին մեծ թուրքական ինտեգրման գործընթացներ։ Ռուսաստանը ունի իր կազմում տարբեր թուրքական բնակչություն հանրապետություններ, տարբեր իսլամական բնակչություն։ Այսինքն Հայաստանը ինչպես գործընկեր, ինչպես ընկեր Ռուսաստանին, շատ ավելի օգտակար կարող լինի, քան ինչպես թշնամի։ Հիմա իմ ասածը հետեւյալն է. մի դարձրեք մեզ թշնամի, մենք չենք ուզում թշնամիներ փնտրել, մենք ձեզ թշնամի չենք, հայ ժողովուրդը հաստատ ռուս ժողովրդին թշնամի չէ, եւ ոչ էլ երբեք ուզեցել է դրա հակառակը, բայց եթե դուք մեր պետականության թշնամիներն եք, եթե դուք մեր պետականությունը ուզում եք ոչնչացնել, ապա դուք մեր համար ստացվելու եք թշնամի։ Մի արեք դա, եւ եթե Զախարովայի հայտարարությունը նաեւ գործնային անցնի, ապա Հայաստանը կարող է հաշվարկել եւ հաշվի առնել նաեւ Ռուսաստանի շահերը այն չափով, որ չափով դա ձեռ է տալի Հայաստանի շահին, ինչպես մենք հաշվի ենք առնում Ամերիկայի շահը, այն չափով ինչքան մեր չափին է ձեռ տալի Եվրոպայի շահը, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Վրաստանի, Կենտրոնական Ասիայի բոլոր պետությունների, որովհետև պետությունների միջև հարաբերությունները շահերի բալանսավորման տրամաբանություն ունեն, ուրիշ տրամաբանություն չկա։ Կա ուրիշ տրամաբանություն, ուժի տրամաբանություն, որը բերում է պատերազմերի առասարակ։ Ուստի սա շատ կոնստրուկտիվ մոտեցում է, սա չի նշանակում, որ մենք մեր ինքնիշխանության որևէ հարցը Ռուսաստանի հետ քննարկում ենք։ Հակառակը, եւ այստեղ ասվում է իմ ուղերձը շատ պարզ է, եթե դուք ուզում եք որ եւ վարչապետ Փաշինյանի հետ այդտեղ համընկնում է իմ մոտեցումը, եթե դուք ուզում եք մեր այդ հարաբերությունները պահպանել, զարգացնել, ապա հարց է առաջանում, իսկ ինչ եք դուք մեզ առաջարկում։ Ինչ եք առաջարկում։ Գուցե Ռուսաստանի հետ առևտուրը մենք ուզենք ել ավելի զարգացնել, եթե Ռուսաստանը որևէ բան է առաջարկում։ Այսօր Ռուսաստանը առաջարկում է մեր տնտեսության սահմանափակումներ, պատժամիջոցներ, արգելումներ եւ այլն, որը մեզ վնասում է։ Զուգահեռ դրան մենք իհարկե միշտ մտահոգված ենք մեր համայնքի անվտանգության մասին Ռուսաստանում։ Դա այս ամբողջ գործընթացի կարևորագույն մասն է եւ ես նաեւ հորդորում եմ մեր դիտողներին գիտակցել, որ չնայած նրա, որ Հայաստանը որևէ իր տարածքից դուրս ապրող հայերի պատճառով չի կարող իր շահերը զիջի կամ իր շահերը իր ինքնիշխանությունը եւ այլն զիջի, դրա մասին խոսքել չի գնում, բայց Հայաստանը ամեն դեպքում, ինչպես հայ ազգի միակ պետականությունը, պետք է ձգտի նրան, որ հայ ժողովուրդը լինի անվտանգ նաեւ Հայաստանի սահմաններից դուրս։ Եթե մեր մոտ ստացվի Ռուսաստանի հետ պայմանավորվել, իհարկե դա շատ ավելի լավ տարբերակ կլինի մոտավորապես 2 միլիոնային հայի համար, ով ապրում է Ռուսաստանում։ Դա չի նշանակում, այո։
Տես մի հատ հետաքրքիր կարծիք կա, տես համաձայն ես թե չի այս կարծիքի հետ։ Մեր, այսինքն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երկու տարբերություն կա Ռուսաստանի համար։ Նախ Ադրբեջանը իր մեջքի հետևում ունի Թուրքիա, կարևոր տարբերությունը, եւ երկրորդը ադրբեջանական համայնքը աշխատում է օգուտ Ադրբեջանի, իսկ Ռուսաստանում հայկական համայնք հասկացողությունը հիմնականում այն կազմակերպությունները, որոնք որ կան եւ երևում են, ինչ որ հարց են լուծում, եւ Հայաստանում այդ ներքին ընդդիմադիր կոչվածները աշխատում են ընդդեմ Հայաստանի։ Եվ դրա համար Ռուսաստանի մոտեցումը շատ դուրս ձևով տարբերվում է Ադրբեջանի նկատմամբ մոտեցումներից եւ Հայաստանի նկատմամբ։ Մենք տեսանք եղան նույնիսկ ձերբակալություններ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների այն բանի համար, որ այդ մարդիկ պաշտպանում էին Ադրբեջանի շահը։ Իսկ մեր մասով լրիվ այլ բանի ենք ականատես լինում։ Այսինքն քո կարծիքը այս ամի հետ համընկնում է եւ սրանից ելնելով մենք ավելի пассив ենք, այսինքն նորմալ առողջ մտածող մարդիկ ավելի пассив են Ռուսաստանի հետ աշխատանքում։ Այդպես է դուրս գալիս։ Այդտեղ առաջերտին իհարկե պատասխանատվությունը մերն է, հայկական պետությանը, որովհետև մենք չենք ունեցել պետականություն եւ ուստի զավթած էր պետությունը, նկատի ունեմ նախորդ իշխանությունների ժամանակ, բայց այս իշխանությունն էլ բավարար չի անում իմ կարծիքով Սփյուռքի հետ հարաբերություններում եւ այդ թվում Ռուսաստանում։ Այո, եւ իհարկե Ռուսաստանի ճնշումներն են շատ լուրջ են ղեկավարության վրա, այսինքն ճնշումներ չէ, բայց կառավարումը, որտեղ իրանք նույն չեկիստական համակարգի ներկայացուցիչներն են, բայց Հայաստանը չի կարող այնտեղ ձևավորի ալտերնատիվ համայնք այս պահին առնվազն։ Պետք է ձգտի իհարկե նրան, որ համայնքը լինի ավելի կապված Հայաստանի հետ, Ադրբեջանի մոդելը մենք տեսնում ենք, բայց հարցը դրանում չէ, դա կարա նաև պայմանավորվածությունների մաս լինի Ռուսաստանի հետ։ Փոփոխությունը այդ իրավիճակում առնվազն այն, որ այդպես կոչված համայնքի ղեկավարությունը Հայաստանի ներքին գործերի մեջ չխառնվի։ Բայց ես երբ ասում եմ համայնք, ես նկատի չունեմ ոչ Արա Աբրամյանին, ոչ, չգիտեմ, մի քանի ուրիշ այդ մարդկանց, ես նկատի ունեմ հասարակ 1.5 միլիոն, 2 միլիոն հային, ով ապրում է Ռուսաստանում, ով մեծ մասամբ գաղթել է Հայաստանից, որովհետև Հայաստանում հակահայկական կառավարման ռեժիմ էր ձևավորված, որը ստիպում էր մարդկանց իրենց հանապազորյա հացը, ուրեմն վաստակելու նպատակով լքել հայրենիքը, ուստի մենք պետք է պատրաստվենք նրա համար, որ վերադառնան մեր հայրենակիցները Հայաստան, ընդ որում այս բավականին լուրջ իրավիճակի ֆոնին, որ Ռուսաստանում տեղի են ունենում այս լրջագույն հարվածները խոսքին Վալբերիսի եւ ուրիշ լոգիստիկ կենտրոնների նավթամշակման եւ այլն, այսինքն մենք տեսնում ենք լրջագույն խնդիրներ, ճգնաժամ եւ այլն, դա ենթադրաբար էլ ավելու աճելու է, մենք որևէ պատճառ չենք տեսնում, որ ասենք, որ դա հեսա կավարտվի, Ռուսաստանը կկարողանա դա կանգնեցնել, ուստի կարծում եմ Հայաստանի կառավարությունը պետք է լայնածավալ ծրագիր պատրաստի, որ ընդունի մեր հայրենակիցներին, բայց մյուս կողմից ես դա եմ նաև շատ ուղիղ ասում, տես այս իրավիճակը ստեղծում է մի ունիկալ կոնկրետ իրավիճակ, որ ոչ թե Հայաստանի դեմ խոսքին պատժամիջոցները տնտեսական կարա մեր համար խնդիր լինի, այսինքն հիմա ինչ Ռուսաստանը փորձում է անել, չէ, Հայաստանի գյուղատնտեսության դեմ, այլ կարող է ինչ-որ պահ գա, երբ Հայաստանի գյուղատնտեսությունի մատակարարումները դառնան կենսական Ռուսաստանի համար, որտեղ նավթամթերքի խնդիրները ստեղծում են խնդիր գյուղատնտեսական աշխատանքի համար, առանց գյուղատնտեսական աշխատանք աշնանը բավականին կարող է պարեն չլինի Ռուսաստանում։ Հայաստանից մատակարարումները պարենի, ուրիշ բաների դեղ կլինի, դեղորայք թե այլն, այսինքն Հայաստանի կարևորությունը գնալով աճում է։ Հիմա մենք ասում ենք, մենք ռուս ժողովրդին եւ ազգին ոչ միայն թշնամի չենք, այլ մենք նաեւ մեզ բարեկամ ենք ընկալում։ Այնքանով, ինչքանով իրանք են մեզ ժողովուրդը բարեկամ ընկալում, բայց բարեկամը չի կարող մեր պետության թշնամին լինի։ Ուստի եթե իրանք ուզում են բարեկամ լինել, մենք առաջարկում ենք նոր տրամաբանության հարաբերություններ, որը իրականում ինչպես նախապայման ներառում է Հայաստանի ինքնիշխանությունը, սուվերենությունը, ճանաչել է եւ անկախությունը, այնինչ Զախարովն ասում է գործնային, նշանակում է, որ մենք ինքներս ենք որոշում մեր արտաքին քաղաքականությունը, մեր ներքին քաղաքականությունը, գործակալական ցանցին ինչպես եւ ոնց հարցերը կլուծենք եւ Ռուսաստանը չպետք է դրանում ներխուժի, մենք դրա
դիմաց Ռուսաստանին առաջարկում ենք զարգացնել միջպետական հարաբերությունները լեգիտիմ իշխանությունների հետ, քաղաքական եւ վերլուծական դաշտում էլ ձևավորել մի իրավիճակ եւ մթնոլորտ, որը ուղղված է կոնստրուկտիվ հարաբերությունների զարգացմանը։ Ռուսաստանին կարող են մենք շատ օգտակար հայտնվենք ինչ-ինչ պարագաներում, ասեցի ես, որովհետեւ այստեղ մեծ թուրքական ծրագիր է, որը Ռուսաստանի համար բավականին լուրջ կարող վտանգ պարունակի, այստեղ կա այդ տարբեր լոգիստիկ հարցեր եւ այլն, այսինքն Ռուսաստանը գտնվում է լրջագույն ճգնաժամի մեջ եւ այս ճգնաժամում հայ ժողովրդին ինչպես ընկեր ունենալը շատ մեծ հաղթանակ կարա լինի Ռուսաստանի համար։ Հիմա եթե իրանք գազի հարցը Գեորգի հիմա տեսնում ենք, որ Ուկրաինան հարվածներ է հասցնում, քո կարծիքով մենք գազ կստանանք ցեմրան Ռուսաստանից, այսինքն Ռուսաստանը եթե նույնիսկ ցանկանա մեզ վաճառել գազ, դրա հնարավորությունը կունենա։ Գազի համակարգին ես ոնց տեսել եմ հարվածներ տեղի չեն։ Դեռևս Զելենսկին ասաց շատ բարդ ձևեր է սպասվում Ռուսաստանին։ Հստակ այսօր թե 3 հարված հասցվել է Միչայլոց գազային համակարգին։ Կարող է տեղի ունենա, ես դա էլ եմ ասել, մենք պետք է պատրաստվենք, իհարկե արևային ուղղությունը պետք է Հայաստանում էլ ավելի զարգացնել, որը շատ լավ էլ զարգանում է, ինչքան կարելի ավելի ակտիվ պետք է անցնենք գազի, այդ թվում մեքենաների առումով եւ այլն, կներեք հոսանքի, ուրեմն գազից հոսանքի, տրիպի ծրագրի իրականացումը գազատար է նաև ներառում, որից Հայաստանին պատկանում է մի մաս, որից Հայաստանը նաև կարող է գնել Իրանի հետ նոր գազատարի հարցը պետք է ակտիվորեն առաջ Իսկ հիմա արագ մինչև ծեմեր ինչ կարելի անել։ Ադրբեջանից եւ Իրանից։ Այո, արագ պետք է վերականգնել իհարկե Երասկսադարակ եւ Ղազախիջևան հատվածները եւ կարելի է մատակարարել ինչ-ինչ նավթամթերք, այդ թվում գազի հատուկ տրամաբանությամբ գազը Ադրբեջանից եւ Իրանից երկաթուղու միջոցով ժամանակավոր, իհարկե դա ավելի թանկ է, բայց ճգնաժամի մասին ենք խոսում, եւ աշխատել կառուցելու առումով գազատար Իրանից, գազատար Ադրբեջանից տրիպի ծրագրով, Թուրքմենստանի հետ սպոտ կոնտրակտների էլ ավելի զարգացումը, այսինքն Վրաստանով միգուցե ադրբեջանական գազը ինչ որ։ Այո, Վրաստանի հետ կարելի է բանակցել միգուցե ադրբեջանական գազը նույն այդ գազատարով կարա մտնի, որը Ռուսաստանից գալիս է, եթե չլինի եւ այլն։ Արևայինը զուգահեռ զարգացնել իհարկե շտաբ։ Քանի որ վտանգ կա, իրոք ռեալ էս վտանգ տեսնում եմ։ Վտանգ կա, որ Ռուսաստանը կարա ինքը արգելի, որովհետեւ ես ինչ ասում եմ, դա երաշխավորված չէ, Էդվարդ ջան։ Դա հնարավորություն է, որը ստեղծվել է, դիվանագիտությունը ուղղված է նրան, որ հասնենք ինչ-ինչ հաղթանակի դիվանագիտական։ Երաշխավորված սա չէ, բայց այնինչ ես ներկայացրեցի, կարծում եմ բավականին հետաքրքիր եւ տրամաբանական է այս իրավիճակում եւ հայկական պետության եւ հայ ազգի շահերից մաքսիմալ է բխում, որովհետեւ եթե մենք կարողանանք ամեն ինչ շահենք պետականություն, այն մոտեցումն է ցուցաբերել, որը որ պետք է Ռուսաստանի հայ համայնքը ցուցաբերեր դրա մասին խոսում։ Այդ թվում այո, պետականամետ մոտեցում, այլ ոչ թե էմոցիոնալ մոտեցում այս հարցերում եւ ես կարծում եմ, որ մենք ձգտում ենք սրան։ Եվ ընդ որում նշեմ, եթե Ռուսաստանը սրանից հրաժարվի, դա նաև մեր համար ընդունելի տարբերակ է, բայց մենք ունենալու ենք դրանից հետո մի կոնկրետ տրամաբանություն, առնվազն ես անձամբ հաստատ ունենալու եմ, որ ես դες առաջարկել եմ կոնկրետ հնարավորություն ճանապարհ, եւ եթե դուք եք մերժում այդ ճանապարհը, ապա այլևս ասել, որ Գեորգի Թումասյանը կամ որևէ մեկը ուրիշը հակառուսական է եւ չի ուզեցել Ռուսաստանի հետ հարաբերություններ զարգացնել, դա ուղղակի անհեթեթություն կլինի։ Այսինքն դրա հանրային տվյալներ կան, ես ինչ եմ առաջարկում, երբ եւ ոնց, ընդ որում ուրիշ կարգավիճակով է, հիմա արդեն Հայաստանում ընտրությունները ավարտվել են, արդյունքները հայտնի են եւ այլն։ Ուստի երկու տարբերակն էլ ընդունելի են եւ ասեմ քեզ, որ դիվանագիտությունում ամենալավ իրավիճակը նա է, երբ երկու տարբերակն էլ քո համար ընդունելի են։ Ռուսաստանը կհամաձայնվի, շատ լավ, չի համաձայնվի, մենք այնպես էլ պատրաստվում ենք այլընտրանքային սցենարների համար, դիվերսիֆիկացման համար, տոտալ ճգնաժամի համար, հայրենակիցներին եթե այնտեղից հալածանքով ստիպի լքեն Ռուսաստանը, ապա իրանց ընդունելու համար եւ այլն, այսինքն մենք ուրիշ տարբերակ չունենք եւ նորմալ պետականությունը միշտ էլ պատրաստվում է բոլոր սցենարների համար, այլ ոչ թե այնինչ մենք նախկինում ենք ունեցել, որ ընտրել ենք ինչ-որ մի սցենար, հավատացել ենք այդ սցենարին, հույսեր ենք կապել այդ սցենարի հետ եւ մնացած սցենարները ուղղակի անտեսել ենք հավատալով, չգիտեմ, Ռուսաստանին խոսքին։ Հավատում էինք, որ Ռուսաստանը կգա եւ մեզ կօգնի։ Ինչով ավարտվեց դա տեսանք, պետք չի հավատալ, ոչ էլ ընդ որում որևէ մեկին ուրիշին։ Պետք է կառուցել այնպիսի իրավիճակ, հզորացնել քո պետականությունը, որ դու լինես շատ ավելի հզոր եւ պատրաստ լինես բոլոր սցենարների համար։
Շատ շնորհակալ ենք Գեորգի այսօրվա զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Կարծում եմ պարզ է, չէ՞, մոտավորապես ինչով էի Իհարկե, զբաղված։ իհարկե, ավելի պարզվեց իմ մոտ, Այո, համենայն դեպս իմ մոտ ավելի պարզ դարձավ ամեն ինչ։ ուրախ եմ, շնորհակալ եմ։ Հաջողություն, շնորհակալություն։